Բարի երեկո ձեզ, հարազատ բարեկամ դարձած իմ լավ հետևորդներ ջան։ Բարի երեկո դրսում ապրող բոլոր հայությանը եւ այն մարդկանց, ովքեր դիտում են մեր հոլովակը եւ շնորհակալություն ասեմ համով հոտով մեկնաբանությունների համար, շնորհակալություն ասեմ բաժանորդագրվելու եւ լայքելու համար։ Ուրեմն սիրելիներս թեմույց պատվեր ունեի, հենց նոր եկա, ճիշտ է մի քանի օր ուշացա, բայց դա խնդիր չի, կարևորը որ եկավ ու տեղ հասավ։ Այդքան էլ մեծ չի, փաթեթը իհարկե այդքան էլ մեծ չի, բայց շատ մանր-մունր բաներ կա այս տոպրակի մեջ հարգելիներս։ Տեսեք, անգամ չեմ բացել, որ ձեր հետ միասին բացեմ եւ միասին տեսնենք, թե ինչ եմ պատվիրել այս անգամ։ Ժողովուրդ ջան, ոնց են անում։ Հա, ասեցի անեմ, չստացվեց, մե 5-6 կադր, այսպես unboxing, չի ստացում, իմ մոտ չի ստացում, դե դա իմը չի, դնենք մի կողմ, մի քիչ էլ հումոր հարգելիներս, հիմա ուզում եմ միասին բացեմ ձեզ, ժողովուրդ ջան, այսօր Էլենս նորից դե շաբաթօրը Էլենս էլի Արարատա գնաց է, ուրեմն ինչ ուներ այսօր ուներ թար, դաշնամուր, սոլֆեջո, գրականություն, խեղճ երեխեն այդքան առարկաներ անելուց հետո մի քիչ առաջ նոր տուն ա մտել, ասի թող Էլենիս հետ բացեմ, բայց էլի Էլենս տնից գնաց, այս անգամ էլ խանութ գնաց եղբոր հետ, ասի չէ, իշխանում ա ես ինքս բացեմ, Տեսեք հələ ինչ եմ պատվիրել ժողովուրդ ջան, միջև պատվիրել ասեմ, դե ես ծաղիկի սիրահար եմ, դուք բոլորդ էլ գիտեք, որ շատ եմ սիրում ծաղիկներ, անկախ նրանից դրսի լինի, տնային ծաղիկներ լինի, ես սիրում եմ։ Դե դրա համար առաջինը ինչ որ պատվիրում եմ, պետք է մի հատ ծաղիկ պատվիրել, բայց այս անգամ շատ սիրում, շատ տեսեք ինչ լավն է ժողովուրդ ջան, հələ նայեք Այսպես երկուսի Այլի ասենք թելաֆոնը բացենք հələ ոնց ենք բացում Այսպես ճյուղերը նայեք ժողովուրդ Տեսեք ինչ լավն է, ոյ, ես ինչ տղաչ, հոտ ա գալի, ես երևի, չգիտեմ ինչ ասեմ, ես պլասմասայի ա, կապրոնի կամ երկար ժամանակ մնացել ասես թելաֆոնների մեջ, ինքը շատ սիրուն ա, նայ, ոնց որ ժողովուրդ, որ նոր գարուն ա գալի, ծիրանի ծառերը ծաղկում ա, այդ տպավորությունը ինձ թվաց, թե հենց ոնց որ այգուց, հենց սենց մի ճուղ պոկ եմ բերեմ տուն, հələ նայեք տեսեք, գրեք մեկնաբանություններում, որ ես իրոք իրավացի եմ, որովհետև էսի ոնց որ ծիրանի ծաղիկները, ծառի ծաղիկները լինի, հələ նայեք, նելա, երկու ճուղի հարկ է, դնեմ էստեղ, Հիմա անցնենք սրանք, հա, սրանք թորնիկներիս համար են, Միլենայիս պատվերն ա, ըստիկ աղջկա պատվերն ա, Այստեղ ուրեմ մատիտներ ա, նայեք շրթունքների մատիտներ ա, դե այստեղ ինչ պատվիրել եմ ժողովուրդ, ասեմ, որ վարդուհիս էլ ունի այստեղ բաժին, որովհետև իրանել եմ անպայման տալու Սա է վարդուհուս համար է, եղունգի Այստեղ խարտոցներ է, կրկին վարդուհուս, երևի մի հատ ես կվերցնեմ, մնացածը կտամ իմ աղջկան Ուրեմ, այստեղ ինչ է, այսի երևի, հա, ուրեմ ժողովուրդ ջան, այստեղ էլ նայեք,
ինքը մանր սենց հուլունգներ է գործելու համար երևի, էսի Էլենս է պատվիրել, ես ագամ մի հատ հարցնեմ, թե էս ինչա, կարամ, բայց բացեմ, հա, Էլենիս հետ ենք պատվիրել, մանր հուլունգներ է, նայեք հետնել հլը, այդ որ հուլունգը վերցնում են, այդ սուր ծայրով պինցետի նման բան կա, հեսա Էլենս կգա, հա, այս ձեր նորից կրկին, հա, իրեն ինչ են պատվիրել ինձ համար, ես անցած անգամ էլ ցույց տվի, որ բիժուներ էի պատվիրել ժողովուրդ ու ինքն էլ համ արծաթագույններ, համ ոսկե ջրած գույնը, բոլորը մտածում են, որ այդ ոսկե ջրածը ավելի շատ կսևանար կամ թեկուզ այդ արծաթագույնը, բայց ոչ մի բան չի լինում, այնքան լավ որակ են, այնքան լավ, ոչ մի բան, ոնց կա, այնպես էլ մնում է, ուրեմն այստեղ տեսեք ինչ եմ պատվիրել, ինձ համար, նայեք, բզնոցն է, տեսեք ժողովուրդ, ինչ ընտիր է, բզնոցը իր օղերի հետ ու երկաթ է, նայեք, տեսեք ինչ լավն է, հենց էսի արժի ամեն ինչ, ես սիրում եմ այսպիսի բիժուներ, հա, էսի Էլենս է էլի պատվիրել քույրիկի համար, ասեղները, սա պատվիրել եմ ինձ համար, նայեք, ժողովուրդ ջան, այն որ մոռացել, տուշ, կներեք, թարթիշները, որ կսում են, տուշա, նայեք, ժողովուրդ, մոռացել եմ, սուրմայի հետ ես շփոթեցի, սա իմն է, որ պատվիրել եմ, այստեղ էլ, նայեք, նորից ցեպա, բայց այս մեկը Էլենիս, էլի վզնոցա, Էլենս սիրում է միայն վզնոցներ ու ժողովուրդ ջան թևնոց, նայեք, այս թևնոցի ոսկին Էլեն Չոսոնի, իրա ծննդյան օրն են կառել, բայց նորից այս ձևի պատվիրեցինք, սա էլ Էլենիս իրա ճաշակով ինքն անտրել, տեսեք ինչ լավն է, ոսկուց չի տարբերվում, բայց դե մենք բնական է գիտենք, որ սա կեղծա ոսկի չի, սա էլ Էլենիս ճաշակով ինքն անտրել, չնայած չհավաքեմ, սենց թողեմ, որ ինքը գա տեսնի, հեսա խանութից կգա, սա չգիտեմ, ես ինչա, Էլենս թող գա, ես երևի էլի Էլեն Չոսա պատվիր է իրա համար, չգիտեմ, այստեղ, հա, սա իմ աղջկանն է, Վարդուհումս է, նորից, մատնահարդարման համար, սրանք դնենք նիկում, այստեղ ինչա, հա, սրանք էլ էլի ժողովուրդ մատնահարդարման համար է, այստեղ թիթեռնիկներ է, սենց մոտիկից ցույց տամ, նայեք, թիթեռնիկներ է, երևի եղունների վրա կպցնում են, այստեղ ուրեմ, նայեք, էլի նորից, ինչա, այստեղ մատանի է, սա էլ է, ես պատվիր է, սենց մոտիկից ցույց տամ, հələ տեսեք ինչ լավն է ժողովուրդ ջան, նայեք, երկու հատ հենց սենց իրար հետ, տեսեք ինչ լավն է, անտիր, կարող է մատից չմտնի, չէ, պիտի որ մտնի, որ չմտավ կտամ Վարդուհուս, բայց լավն է, այսենց երկուսը իրար հետ, լավ, թե լավ կտամ իմ աղջիկներին, իհարկե Վարդուհուս, Էլենս դեռ փոքր է մատանի կրելու համար, սա էլ էլի եղունգներ է, արհեստական ժողովուրդ, ուրեմն
Սրանք, որ մենք պատվիրել ենք, Վարդույս էլ էր այստեղ, ես որ պատվիրում է ինձ համար, մամա, երկու բան էլ ինձ պատվիրի, երեխես իր ձևով պատվիրել է, ինչ որ ինքը ուզել է, Էլենս իր համար, ես ինձ համար։ Այսքանը ժողովուրդ ջան, ուրեմն այսքան գնումներին մենք ընդամենը տվել ենք 10,000, թե 11,000, եթե չեմ սխալվում, հա, այսքան գնումներին, այսքան գումար ենք տվել։ Դե, բայց վատը չէ, մատիտները, սուրման, այստեղ ինչ է, այս էլ չեմ կարում հասկանամ, հա, էլի տիպ է երևի, չէ, բայց տիպի նման էլ չի, չգիտենք ինչ ամեն դեպքում, Էլենս կկատիմանա, սա էլ Միլենայիս ստիչ են ասում, ինչ են ասում, տիպերա, Միլենաս շատ է սիրում, ինչ որ ուզում է հագնի, պետք անպայման այս նկարով լինի, չնայած որ այս ժողովուրդ ճիշտ եմ ասում, ստիչ, վերջը, այդ փափուկ խաղալիքն էլ ունի, մի քանի հատ, սիրում է, հիմա ցենց թողնում ենք սեղանին, թող Էլենս գա մի հատ նայի, իրա քույրիկին ինչ որ պետք է տա, Էլեն Չոստանի տա իրա քույրիկին ժողովուրդ ջան, ես էլ ես սիրում ծաղիկները սենց բացեմ դնեմ ծաղկամանի մեջ, սեքիշ լավնաբայտ, ու սենց երկու հատ ժողովուրդ ջան, բայց չպիտի դնենք ծաղկաման մեջ, պետք է դնենք մի հատ ծաղիկի կողքը, որ ավելի սիրուն երևա, եթե սենց առանձին իրան դնենք, ինձ թվում է այդքան էլ սիրուն չի լինի, վրայից պոքվեց ես մի երկու հատը, բայց կծնեմ։ Ամենը քանի հատա 1, 2, 3, 4, 5 ճյուղ։ Ճյուղերը դզեմ, այսենց։ Ես էլ ժողովուրդ ջան, լավն է։ Չգիտեմ, ես սիրում եմ այսպիսի բաներ։ Տանիք դնեմ հենց միջանցքում ծաղիկներիս մեջ, ավելի սիրուն կնայվի։ Հիմա սպասենք թող Էլեն Չոս գա, մնացածն էլ ինքը տեսնի, հետո նոր կմիանամ ձեզ։ Էլեն Չոս եկա, ժողովուրդ ջան։ Հելենա, եք տեսեք, հավանեցի՞ր։ Քո շղթայից է։ Դուրդ եկավ, էս ինչ էր Էլեն ջան, չհասկացա։ Էս ինչ մազերի համար է։ Մազերի, քոննա թե քույրիկիննա։ Չէ, ինչի։ Համար է քույրիկնա։ Էսի մազերն աղի հացնում ոնց որ, որ չոպի է։ Չում ես անում ես։ Լավ, էդ էլ էր հասկանալի, մեկ էլ էս քույրիկը ինչ էր պատվիրը, էսի Էլեն ջան, էս ինչ էր, չհասկացա, ես էլ ճիշտ ասած։ Իրա եղունգների համար է։ Հա, լավ, դες Բայց էսի հուլումներ ասենց մանր, իրա ոնց որ հելուն կա, մատիկ կա հետը չա։ Մատիկ, հա, էլի, մատիկ է ինձ թվում է, մագնիս է, մատիկ է ամեն դեպքում կգնեն մարդիկ, որ ծանոթ կլինեն սրան։ Դուրդ եկավ։ Մոմոյի նողշունը։ Հիմա քույրիկինը հավաքենք դնենք մի կողմ Էլեն ջան։ Կտաս, հա։ Դե քույրիկը մեր ժողովուրդ ջան, աղջիկս մեր գյուղում է, մեր գյուղում հարս է ու մի փողոց են կողմ, հա, այնպես որ մոտիկ են, գնալ գալը խնդիր չի մեզ համար։ Ուզում եմ գնումներն էլ ցույց տամ, Էլենս գնացել էր խանութ, ապերի հետ գնումներ էր արել, վեր գցեմ արևս, վեր։
Ժողովուրդ, ամեն ինչ չի, որ Էլեն 4 հավանում է, իրոք, ասենք օղեր կլինի, վզնոսներ կլինի, շատ բծախնդիր է այդ հարցում, շատ։ Լավն է։ Հիմա, լավ, սրանք գնենք մի կողմ, ինչա, Էլենը խանութից ինչա բերել, երկորել գնա փիլախանութ, հացա բերել, ինչ հացա, լավաշ, հա, Ուրենավանի լավաշն է, նայեք, Եղիշի լավաշ, շատ համով լավաշ է, շատ ժողովուրդ, եկել է, լարի վնդեղ այլեն դա, այսպես սիրուն փրչած, փափուկ, ստանենք խոհանոց Էլեն ջան, բայց առանց քեզ բացեցինք, տեսա, չսպասեցի, որ դու գայի, հա, կանանչիները, որ միշտ պետք է գալի, տանը ու միշտ ունենում են, հա, երդիկներ, Էլեն մի խառնել, ես առանձնացրել եմ, հա, երդիկներ, այստեղ դաշուրակները, որ սիրում է իմ աղջիկը, այդքան ասում եմ, մի կեր, բայց ժողովուրդ ջան, շատ սիրում, հիմա որ մի հատ համով բան, ապերն էլ է ուտում, հա, հիմա որ մի համով բան պատրաստեմ, չի ուտի, իրոք չի ուտի, են Սա էլ մոմերա, հեսակացի, սա ինչի համար է, հա, կաղացել ասել Հա, այդել ինչ համար է, Սիրու եղբայր գնացել են խանութ, յոգուրտ, այս յոգուրտ ինձ համար է կարը համեք է, թթվասեր, Սա էլ հենց նոր գնումները արեցին, եկան, հա, այստեղ էլ քաղցր, տեսեք, բեզեյով քաղցր եմ, ինչ է կոչվում, ձյունիկ, հա, երևի Միլենն է զակած տվել, նայք, պեչենիի վրան էր, նայք, բանա, բեզեներ է, փափուկ բեզեներ է, լավ, դնենք մի կողմ, սրանք, դե Էլեն, Միլենա կտենա ինչ է, ես ինչ իմանամ ինչ է, լավ, սրանք հավաքենք, Հարգելի հետևորդներ ջան, ուզում եմ այս ինչ որ կա, այստեղ այս երկու բաներ ցույց տամ եւ այսօր ավարտեմ այս փոքրիկ հոլովակը, այսօր Էլենիս հորեղբոր աղջկա ծննդյան օրն է, իմ տեքոր աղջկա ծննդյան օրն է, Մարիի, երկուսն էլ մի տարիքի են, ուղղակի ամիսների տարբերությամբ, էլի, այսօր ամսի փետրվարի 7-ն է, Մարիի 15-ամյակն է, ժողովուրդ ջան, ուզում ենք գնանք Մարիինս տուն, Էլենս Արարատից գալուց մտելա, այսպես մի փունջ, կակաչներ է վերցրել, դեսա որ դնենք ջուրը, արդեն ավելի կթարմանա, մի փունջ սեր նվիրում է իր քույրիկին, Էլենս այս ծաղիկներն է առել, մեկ էլ այս տորթիկը, նայեք, սպիտակ սիրուն տորթիկը, մոմերն էլ վերցրել են, 15 տարեկան երեխան դառնում, այս մոմերը կդնենք վրեն ու կգնանք Մարիինս տուն, Էլենը շնորհավորի Մարիի ծննդյան օրը, եւ ինչ ասենք, Մարիին ցանկանանք ամենալավն ու բարին, առողջություն, ուսման մեջ հաջողություն եւ ամենալավ բաները բոլորիս երեխաներին Մարիի գլխավորությամբ, այսպես ասեմ, ժողովուրդ ջան, որովհետեւ Մարիի ծննդյան օրն է, Դե ինչ իմ լավ հետևորդներ ջան, այսքանով ավարտեմ, այս փոքրիկ հոլովակով ավարտեմ, չենք մոռանում բաժանորդագրվել Արմաշի համին, գրեք մեկնաբանություններ ժողովուրդ ջան, լայքեք ալիքը եւ ամենավերջին խոսքս, որ միշտ ասում եմ, ամենաբարին, լավն ու բարին ձեզ, ձեր ընտանիքներին Աստված պահապան, իմ լավ հետևորդներ ջան, բարի գիշեր բոլորիդ։